Բարև ձեզ, Երևան Today-ի այսօրվա մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, մարտի 30-ին ընտրություններ տեղի ունեցան Գյումրի եւ Փարաքյար համայնքներում։ Ինչ վերլուծություն կարող եք անել Գյումրու ընտրության արդյունքներից։ Ինչ տեխնոլոգիաներ կիրառվեցին այս ընտրություններում եւ որպես քաղտեխնոլոգ որոնք են ձեզ համար ընդունելի եւ չընդունելի կամ նորություն։ Տարանջատ ենք այդ երկու համայնքների ընտրությունները։ Նախ մեկ ընդհանուր եզրակացություն, որ երկու տեղն էլ ԿՊ-ն պարտվեց։ Միտեղ պարտվեց, ասենք երկու սակցական փաստացի համակարգում ինքը, երկրորդ տեղը զբաղեցեց, մյուս տեղը զբաղեցեց առաջին տեղը չնայած ըստ ոտում կախված լուրերի վարչական ռեսուրս կիրառվեց, բայց այնուամենայնիվ նա հաղթանակ չտարավ։ Բայց ընդհանուրս է, երկուսն էլ պարտվեց։ Հիմա առանձին դիտարկենք Գյումրի ընտրությունները եւ ասենք ինչ եզրակացություններ ստացանք։ Առաջին Չնայած երկու տեղում էլ ընտրությունները համամասնական են, այսինքն ավականու կազմում ընտրում են քաղաքական ուժ, բայց ըստ էության դրանք մեծամասնական ստացվեց ընտրական համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ընտրում են քաղաքական ուժ, այլ ընտրում են քաղաքական ուժի առաջնորդին։ Այսինքն Գյումրի ավականին ոչ թե կոմունիստական կուսակցությունն է այդքան ձայն ստացել, այլ Վարդան Ղուկասյանը, որը կոմունիստական կուսակցության ցուցակն էր ղեկավարում, կարող էր այլ ցուցակ ղեկավարել, խոսքը օրինակ մարքսիստական կուսակցություն կամ մեկ այլ կուսակցություն եւ նույն հաջողությունը ստանալու էր։ Այսինքն ըստ էության սա մեծամասնական են։ Սա ի դեպ նշում ենք, որ շատերն ասում են այ Գյումրիում որ եղավ, դա կարող են պրոյեկտել սպասվելիք հաջորդների սպասվելիք ազգային ժողովի ընտրություններին, այնքան էլ չէ, որովհետև ամեն դեպքում սա քաղաքի մասշտաբով էր, քաղաքի մասշտաբով մեծամասնական ավելի հեշտ է ուրեմն ընտրական գործընթաց իրականացնել, քան հանրապետության մասշտաբով։ Իհարկե հանրապետության մասշտաբով էլ ոնց որ հասկանում ենք այդ մեծամասնական պահը, այսինքն լիդերի պահը նշանակություն ունենալու է, բայց քաղաքում դա ավելի նկատելի է։ Դա համար պետք է զգուշ մոտեցում դրսևորել եւ միանգամից չպրոյեկտել։ Դա դնենք մի կողմ 26 թվականը։ Հիմա սա ըստ էության մեծամասնական էր։ Հիմա սա եզրակացությունն է, երկրորդ եզրակացությունն է, երրորդ եզրակացությունը կայանում է նրանում, որ վերջի տարիներին, հատկապես 2023 թվականի ուրեմն սեպտեմբերի 19-ից հետո, երբ որ Արցախյան հարցի ուրեմն կորուստը տեղ ունեցավ, տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, տեղական եւ հիմնական մարմնության նշում են, որ Հայաստանում ռուսամետ ընտրազանգվածը պակասել է եւ ավելացել է արևմտամետ ընտրազանգվածը, սակայն Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ Եվրոդաշինքը, որը ղեկավարում էր բավականին, բանիմաց գործիչի կողմից էր ղեկավարում, այսինքն չեն կարող ասել ղեկավարը վատ էր, դրա համար դաշինքը չանցավ, չէ, բավականին եղել է ավականու անդամ ժամանակին, հիմա էլ բավականին բանիմաց էր, ակտիվ էր, ընդգծված գաղափարական արևմտամետ էր, բայց մենք տեսանք, որ անգամ նա 7% չհավաքեց, անգամ 5% չհավաքեց, եթե կուսակցություն է լինել դժվար ասել, ու չէր անցնելու, որտեղ 4% մի կերպ կանցնել, եթե կուսակցություն լիներ, բայց քանի որ դա ուրեմն դաշինք էր, որի համար 6% էր պետք եւ դա չհաղթարեց։ Այսինքն այն գաղափարը, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը բավականին մեծացել է, դրան զգուշորեն պետք է մոտենանք։ Միգուցե Երևանում այո, բայց մարզում ոնց որ թե դա տեղի չունեցավ։ Սա ուրեմն երկրորդ եզրակացություններն ու հաջորդ եզրակացությունները։ Մյուսը կարող ենք ասել, որ ընտրաշավ այդքան էլ հագեցած չէր նոր գաղափարներով եւ տպավորությունը այնպեսին էր, որ սա 90-ական կամ 2000-ական թվականներին ընթացող ընտրաշավը, որտեղ կիրառվող տեխնոլոգիաները, բացի մի երկու հեռուստա, ասենք հաղորդումների, ասենք այդ ագիտացիոն գովազդային, հիմնականում բակային հանդիպումներ են, հանրահավաքներն են, փոքրիկ, ասենք հանրահավաքներն են, որոնք զուտ ստանդարտ տեխնոլոգիաներ են, բայց նոր տեխնոլոգիաներ,
որովհետեւ ձևով չօգտագործված այս գործընթացի ժամանակ ռազմավարական տեսակետից էլ այդքան չի ասի թե ինչ որ հաջողություն ունեցան, որտեղ շատ տեղ կար աշխատելու, շատ թերի բոլորի մոտ, իհարկե ԿՊ-ի մոտ չեն կարողացել, որտեղ ԿՊ-ի մոտ ինքը ոչինչ չէր ստացվելու, որտեղ այնքան բացասական ինքը վարկանիշ ունի, որ այն ուղղակի դա թույլ չէր տալու, անգամ ստացած ձայները, ինչ որ ասում են, դա կոնկրետ տեխնացուի ձայներն են կան ԿՊ-ի, որի վրա իդեպ ԿՊ-ն ավելի բացաբար ազդեց, իդեպ նաև վարչական ռեսուրսներ, որ հանում են, շատ ավելի քիչ է լինելու։ Հաջորդը դա այն էր, որ այս ընտրությունների ժամանակ կիրառվեց Գյումրիում, կիրառվեց այն հին բարի տեխնոլոգիաները, որոնց դեմ այս իշխանությունները հայտարարում են, որ պայքարելու են, վարչական ռեսուրսի կիրառումը ընտրական գործընթացի ժամանակ, որը ուղղակի 20%-ով օգտագործված ըստ անկախ դիտորդների եւ ուրեմն լրատվամիջոցների։ Եվ հիմնականում մենք կարող ենք ասել, որ այս ուրեմն եզրակացություններն են, որոնք ուրեմն ազդեցին ընդհանուր ընտրական գործընթացի վրա։ Եվ նաև մի բան էլ պետք է նշենք, եթե հանում ենք վարչական, այստեղ հետաքրքիր բան կա, եթե հանում ենք վարչական ուրեմն այդ ռեսուրսը, իհարկե շատերն ասում են դա կեսից ավելին է եւ այլն, լավ, հանում ենք մինիմալ 1/3, ասեմ, 14-ից 4 կվեն համարում ենք ավականն վարչական ռեսուրս։ Ստա եւ գումարում ենք երկրորդ եւ երրորդ նախագահի աջակցությունը վայելող ուժերն ու գաղտնիք չէ, որ Վարդան Ղուկասյանն ինքը ասել է, որ ինքը համակրությամբ նայում երկրորդ նախագահին Մայր Հայաստանի տեխնացուն էլ, ասենք, դրա ղեկավարը դաշինքի ղեկավարը ժամանակին Հայաստան դաշինքի անդամ եղել, իսկ մյուս երկու տեխնացուներն են առավել շատ ուրեմն հանդիմադիրներն են, նրանք էլ այս կամ այն կերպ ասոցիացիոն երրորդ նախագահ, դա ինչ է ստացվում, որ Գյումրիում ընտրազանգվածը փաստացի 3 մասի բաժանվեց, նիկոլականներ, երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահ ուրեմն կողմնակիցներ։ Սանից ինչ եզրակացություն են գալիս, որ այդ դիլեման նախկին ներկա էլ չի աշխատում, որտեղ փաստորեն Գյումրիում նախկինները հաղթեցին ներկային։ Ինչու համար սա, ասենք, Վարդան Ղուկասյանի տեխնացությունը ինչով էր բավականին հաջող, շատերն ասում են, կոմունիստներն էր եւ այլն, նշենք, որ հասկանալի է, կոմունիստ չէր, բայց ինքը իր մեջ ունի քաղաքի այս գավառային, այսպես խարիզմատիկ գործիչ էր ինքը, ի տարբերություն մյուս տեխնացուների, ինքը ոչ թե հանրապետական, այլ տեղային նշանակության խարիզմատիկ գործիչ էր, որը բավականին դրական դեր կատարեց եւ ինքը չվախեցող տեսակներ էր։ Եվ մենք տեսնում ենք, որ դա նաեւ իրեն օգուտվեց, այսինքն ընդհանուր եթե որ դիտարկում են, կարող ենք նաեւ մի բան ասել, որ վարչապետային հայտարարությունները ազգային ժողովում, որ ինչ ոնց ասած, թռեք վերև իշտեք ներքև Արցախի հարցը փակ է, փաստորեն Գյումրին եւ Փարաքյալ ցույց տվեց, որ վարչապետը թռնի վերև իշտի ներքև Արցախի հարցը փակ չի, որովհետեւ մերժելով ԿՊ-ին մերժեցին իրական Հայաստանին, այսինքն Գյումրին մերժեց այսպես կոչված իրական Հայաստանը եւ Փարաքյալն երկուսը միասին եւ մերժեցին Արցախի հարցը փակելու վարչապետի այդ ուրեմն ծրագրին։ Իդեպ մի բան էլ ասեմ, շատերն նշում են, որ հակառուսական տրամադրությունները աճել է, փաստորեն երբ որ մենք նայում ենք, որ կոմունիստական կուսակցության ցուցակով է Վարդան Ղուկասյանը գնացել, իսկ եթե հակառուսական հայացքներ լինեն, բնականաբար անգամ Վարդան Ղուկասյանի խարիզման չէր օգտի, կասեն այ կոմունիստներն են, ռուսներն կապված է, չեն քվեարկում, բայց գնացին քվեարկեցին, չէ՞, այսինքն այն տեսակետը, որ արևմտամետ ընտրազանգվածը մեծացել է, արևմտամետ հայացքները մեծացել է, ռուսամետը փոքրացել է, դա այսպես չի աշխատում էլի։ Եվ հիմա կարող ենք ասել, որ այո, իրական Հայաստանը մերժվեց, ճակերտավոր եւ ամենակարևորը այն որ Ադրբեջանի նախագահն պահանջում է, որ գնացեք սահմանադրություն փոխել եւ այլն, հիմա կարող ենք ասել, վարչապետը չի կարող սահմանադրություն փոխել, որովհետեւ ինքը սահմանադրություն փոխելու համար ավելի բարդ գործընթաց է տեխնոլոգիական, անդեղ ասում է, չէ, նախաբանը փոխեք, էս արեք եւ այլն, Գյումրի եւ Փարաքյալի ընտրությունները ցույց տվեցին, վարչապետը չի կարող սահմանադրությունը փոխել, իսկ դա նշանակում է ցանկացած հաջորդ ազգային իշխանություն Արցախի հարցը նորից բարձրացնելու է։ Պարոն Բադալյան, Գյումրիում բնակչության ընդամենը 42.66%-ն է մասնակցել ընտրություններին։ Ինչ նշանակություն ուներ ընտրողների մասնակցությունը եւ ինչպես եք բացատրում այն 57%-ի չմասնակցելը, ինչի հետ եք կապում դա։ Գիտեք, տոկոսայնով խորհուրդ չեմ տա քննարկել, որովհետև sense մի հարց կան։
շատերը ուղղակի բացակայում են քաղաքից, չնայած իրանք ընտրացուցակների մեջ կան, բացակայում իհարկե այնտեղ մոտապես օրենք կա, որ եթե 10 տարի դու հանձնանքիրը չես ուրեմն երկարացնում, հանձնանքիրը ոնց որ դու ընտրական ցուցակից դուրս ես մնում ավտոմատ, բայց ամեն դեպքում շատերը ուղղակի մեկնում են այս աշխատանքի այս խոպան, այսպես կոչված այդ աշխատանքն են մեկնում եւ նրանք մնում են ցուցակի մեջ, բնականաբար նրանք չեն կարող գալ եւ մասնակցել։ Սա չգալու մի ուրեմն մեծ տոկոսն է եւ միշտ իմացեք կա ընտրողների մի խումբ, որը երբեք չի գնում ընտրությունների։ Դա անտարբերություն է, թե բողոքի որ դրսևորվում։ Չէ, ուղղակի մարդիկ չեն նկատում ընտրությունները որպես իրենց համար անհրաժեշտ գործողություն, որ պետք է գնան մասնակցեն։ Դա աշխարհի բոլոր երկրներում տարածված է։ Իհարկե, որոշ երկրներ կա, որ անգամ դրա համար տուգանք են տալ նշանակում, եթե չես գնում ընտրությունները, պետք է տուգանք վճարես։ Բայց հասկանալի է, որ չէ կան ընտրողների մի խումբ, որ քաղաքական դիրքորոշում չի հայտնում, ուղղակի ինքը չի գնում ընտրությունները, իրեն չի հետաքրքրում, դա մեկ ասում է ինձ ոչ մի չի փոխվելու, անգամ եթե գնանք եւ այլն կամից դա չի հետաքրքրում, ավելի կարեւոր գործեր ունեմ, այսինքն ինքը ապա քաղաքական ուրեմն մասնակցություն ունի։ Մի մասը, սա երկրորդ մասը, մի մասը չի գնում, որտեղ իր համար ցանկալի տեխնացու կամ իր համար ցանկալի ուրեմն ծրագիր չի գտնում, դել կա, այսինքն պետք է դա ուսումնասիրել, բայց միշտ իմացեք, մի մասը հաստատ ասենք աշխատանք ունի Ռուսաստան կամ այլ երկրներ, մի մասը արտագաղթել է, գնացել ասենք ուրիշ երկրում է աշխատում եւ երբ որ անձնագրի ժամկետը պետք է ասենք ավարտվի, գալիս է երկարացման նորից ուրեմն գնում է, այսինքն կա աշխատանք, միգրացիոն արտասահման, կա ուղղակի որ ընտրություններն ընդհանրապես չի մասնակցում, ով ուզում է լինի անգամ Հիսուս Քրիստոսի իշտինքը կասի ես մեկը չեմ գնալու ընտրությունների եւ այլն, այսինքն մի մասը տենց կա, մի մասը ուղղակի չի գտնում իր համար ցանկալի տեխնացու։ Տեսեք, ունեցել ենք դեպքեր, երբ ԿՊ-ն պարտվել է, բայց այնուամենայնիվ ինչ որ ձև զավթել է այդ իշխանությունը եւ դրանից ելնելով բնակչության մի մաս կա, որ ասում է ինչ կապ ունի ես կմասնակցեմ թե չէ, մեկը ով ուզի նա է ընտրվելու։ Բայց Փարաքարում չեղավ, չէ՞ տենց։ Փաստացի, չէ, փաստացի չէ, դե յուրե։ Այո։ Այս դե յուրե, что de facto, այ դե յուրե, դե facto-ն այսօր Գյումրիում է, բայց դե Փարաքարում դե յուրե մասնակցած եւ հաղթեց, չէ՞։ Դե բնակչությունը ուրեմն պետք է հասկանա, որ կարեւոր է այնուամենայնիվ ամեն մեկի ձայնը։ Դե ցույց տվեց, Փարաքարը ցույց տվեց, որ կարեւոր է։ Փաստացի ընդդիմադիրները միավորվել են եւ ընդհանրապես պետք է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած ուժը տեսակետ հայտնի, նա էլ ինչ-ինչ պատճառներով ձգձգում է։ Արթուր Վանեցյանն ասում է հենց որոշենք, կասենք։ Ինչպես կմեկնաբանեք այդ ձգձգումը։ Այդ հենց որոշենքը ինչ նկատի ունի, այսինքն ինքը որոշի, թե ուրիշը որոշի, ինքը կասի։ Նրանք միասնական կորոշեն ու կասեն։ Նախ սկսենք դրանից, որ այդ խմբակցությունը դա Մարտուն Գրիգորյանի ստրուկների խումբը չէ։ Այնտեղ 6 հոգի մարդ կա։ Յուրաքանչյուրը հիմա պետք է պատասխան տա։ Իհարկե քաղաքական թիմ են, բայց այնպես չէ որ Մարտուն Գրիգորյան եւ լավ կլինի որ լրագրողները մի հատ են մյուս ինքիներ մոտենան միկրոֆոն, ասեն ձեր դիրքորոշումը ո՞նց է։ Դա դուք Մարտուն Գրիգորյանի ստրուկն եք եւ սպասում եք ձեր տերը ինչ կասի ու դուք էլ այդպես որոշեք։ Մի հատ իրանց հարցն, որտեղ բոլորը Մարտուն Գրիգորյանն են տալու, բայց այն 5-ի անունը չեն տալիս։ Իսկ այդ 5-ից առնվազն 3-ը, հա, եթե ինչքան կարծեմ բան է Հայերենի կուսակցությունից է, եթե նրանք փաստացի ուրեմն իրենց դիրքորոշում հայտնեն, ապա կողմ հաղթող ուրեմն տեխնացուի ընդդիմության թիմի մեկ տեխնացուի բնականաբար երկրորդ փուլում կանցնեն։ Հիմա սկսենք սկզբունքներից։ Առաջին ընտրական գործընթացը ունի իր սկզբունքները։ Մասնավորապես եթե իշխող թիմը պարտվում է, ապա ընդդիմության ամենաշատ ձայն հավաքածն է ձևավորում կառավարություն։ Մասնավորապես Գերմանիայի օրինակն են բերում, օրինակ, ընդամենը հա, այնտեղ ընտրություններ տեղ ունեցան փետրվար ամսին, իրանց ուրեմն Ռայխստագի եւ կանցլերը տեխնացուն առաջադրեց քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ֆրիդրիխ Մերցը ամենաշատ ձայներ հավաքել եւ պայքարում էր սոցիալ-դեմոկրատների դեմ։ Այնտեղ ոչ մեկի մտքով չանցավ, որ ասի գիտեք ինչ, եկեք չնայած դուք ամենաշատ եք հավաքել, բայց եկեք այլընտրանք հայ Գերմանիայի համար այդ կուսակցության ղեկավարին ասենք, որովհետեւ քո նկատմամբ ես ամբիցիա ունեմ ու չգիտեմ, քեզ չգիտեմ, քո ականջներն ինձ դուր չեն գալիս, էլի։ Նման ուրեմն ոչ մի արտահայտություն չեղավ։ Դա ընդունված քաղաքական, եթե դու քեզ համարում ես քաղաքական գործիչ եւ լուրջ մարդ ես համարում եւ ոչ թե անլուրջ անձնավորություն, գոյություն ունի սկզբունք։ Ամենաշատ ձայն հավաքածին տալիս են ձայներ իշխանությունը բան ձևավորելու համար։ Դա չի նշանակում, որ դա կարող է լինել կոալիցիա։
Դա նշանակում է, որ դու կարող ես վստահության համար կողմ քվեարկես, հետո դառնաս ամենախիստած կողմը, դու չտալով, որպեսզի նա շեղվի իր ծրագրերից, իր շեղման դեպքում դու կարող ես ուրեմն անվստահության գործընթաց իրականացնել, բայց ամբողջ աշխարհում ընդունված տեխնոլոգիա, ընդունված ռազմավարություն է, ամենաշատ ձայն հավաքածն է ձևավորում կառավարություն, եթե նա հաղթել է իշխող քաղաքական ուժին եւ հեծանիվներ հորինել պետք չի, որ տանք ամենափոքրին կամ տանք չգիտեմ կողքից մեկին բռնենք, բերենք տանք, չէ, կողքից մեկին չեն տալի, ամենափոքրին չեն տալիս։ Սա մեկ, երկրորդ, այսինքն ինչու հենց պետք է, ասեմ, կոմունիստական ձայնը տվի Վարդան Ղուկասյանին, ոչ թե լավն է, վատ է, կեպի է դնում կամ փափախ է դնում, այլ որտեղ գոյություն ունեն քաղաքականության կանոններ։ Եվ եթե որևէ մեկ իրան քաղաքական գործիչ է հավանում, նա պարտավոր է այդ կանոններին հետևել։ Կամ ինքը պետք է ասի քաղաքական գործիչի իր համար կլանային նշանակությունը մեկն է։ Սա մեկ, երկրորդ, արդեն նշեցի, պետք է մոտենալ եւ այն 5 ավականու անդամներին հարցնել, իսկ դուք ինչ դիրքորոշումն եք տա, ձեր դիրքորոշումը կախված է ձեր տիրոջ դիրքորոշումից, ինքնուրույն եք, թե ինքնուրույն գործիչներ չեք։ Սա երկուսը պետք է անել։ Երրորդ, անկախ նրանից հիմա տվյալ քաղաքական գործիչ այդ խմբակցության կհայտնի թե չի հայտնի, ասեն կմիանում է թե չի միանում, խմբակցության թե չի միանում, ինքը արդեն վարկաբեկվեց, որովհետև ցույց տվեց, որ ինքը ինքնուրույն գործիչ չէ, այսինքն ինքը սպասում է, թե ղեկավարությունը ինչ կասի, այսինքն ինքը ցույց տվեց, որ առնվազն իր համար իր անձնական ամբիցիաները ավելի կարևոր են, քան վարչապետի դեմ, ինչ որ Արցախը, ինչպես իրենք են ասում, Արցախը դավաճանած, ծախած, Թուրքին Գյումրի բերող, այդ ուրեմն քաղաքական ուժի ղեկավարի դեմ պայքարը երկրորդական նշանակություն ունի, իր ամբիցիան, գավառական ամբիցիան, տեղային ամբիցիան ավելի ուրեմն մեծ նշանակություն ունի։ Սա գիտություն պետք է ընդունվել ապագայում ուրեմն հենց այդ քաղաքական գործիչ դեմ օգտագործելու համար եւ այդ քաղաքական գործիչը պիտի հասկանա ինքը եւ այն կուսակցությունները, հայրենիք եւ մյուսը, որոնք ձևավորել են դաշինքը, իրանք պետք է հասկանան կամ իրանք հայտարարություն են անում, կամ այս ամբողջը արդեն իրանց դեմ է շուռ գալու եւ հաստատորեն իրանք նույնականացվելու են իշխող քաղաքական ուժի նրա ղեկավարի հետ, որովհետեւ նույն քաղաքական գիծն են տանում։ Եվ ըստ այդմ էլ հետևություններ պետք է ուրեմն կատարվի։ Քաղաքականության մեջ չեն առաջնորդվում սեփական եսով։ Քաղաքականության մեջ, եթե դու ասենք քաղաք ես, բնակչություն ես ներկայացնում, բնակչության շահերով են առաջնորդվում։ Ասում են Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը ինչ որ թշնամանք ունեն։ Կան նաև տեսակետներ, որ Մարտուն Գրիգորյանը կապ չունի եւ նրանցից վերև քաղաքական հարցեր են։ Ինչ կարծիք չեմ կարող ասել, ուղղակի կարող ենք ասել, որ այս պահեդրությամբ արդեն տեսանել է, որ ինքը չի որոշում կայացնող, որտեղ ինչքան ուշանում է, այնքան ստացվում է, որ ինչ որ անդրկուլիս է։ Միգուցե ինքը չի կայացնում որոշում, դա պետքա ճշտ է, պետքա մոտենալ, ասենք անել դուք եք որոշում կայացնում, թե ձեր տերերն են որոշում կայացնում, այսինքն լրագրողները պետք է արդեն մոտենան, նա հստակություն պահանջեն, որտեղ փողը գիտեն որտեղ է ապրում, կարող են սпасել, իրան իր շրջապատի անդամն ասում մի հատ հստակեցվի, էլի։ Հիմա ինքնա որոշում կատարում ես, ինչ իմանամ, ինքն է իր միգուցե ինքը մանկլավիկա ընդամենը դեղ ինչ որ որտեղ ուրիշ, ընտրական կամպանիա ժամանակ ուրիշ բան էին ասում, որ ինքը ինքնուրույն է, հիմա պարզվում է, որ հիմա ինքնուրույն է, թե ինքնուրույն չի, ոչ ոք ոչ հիմա չգիտի, թող այդ արդեն լրատվական դաշտը հստակ մոտենա այդ հարցերը ուրեմն դիմի կամ դիմի երրորդ նախագահին ասի հիմա կամ պատիվ ունեմ դաշինքին, որտեղ ինքը դաշինքի անդամ է, դաշինքի քաղաքական ղեկավարը, հանրապետական կուսակցության ղեկավարն է, մոտեցեք հարցակ ասեք արգել ես հիմա ձեր դաշինքից է թե դաշինքից չի, հետո ոնց է ստացվում որ ձեր դաշինք մտած մարդիկ փաստորեն ձեզ չեն ենթարկվում, մեկը դուրս է գալի անկախ падգամավոր է դառնում դաշինքից, երկրորդի վրա պարզվում է քաղաքական հանրապետական կուսակցությունը ընդհանրապես ազդեցություն չունի ձեր դաշինքը ինչ որ բան այն երրորդը ինչ որ պաշտոնը չէր զիջում հետո հանեցին ազգային ժողովում, այսինքն ձեր դաշինքը, չգիտեմ, լիստեմով հավաքված հատուկ սպეციფიկ մարդկանց խումբա, որի վրա ոչ մեկը չի անում, թե ինչ որ ինտրիգային ուրեմն հարցեր են ստեղ լուծում։ Թող լրատվական դաշտը մոտենա հարցնի։ Իսկ ինչ հնարավորություններ է տալիս այդ ձգձգումը իշխանությանը եւ ընդդիմությանը։ Իշխանությունը ոչ մի առավելություն սպայդրության չի տալիս, բայց դա կարող է օգտագործվել իշխանության կողմից սեպարատ համաձայնության գալու այդ խմբակցության падգամավորների հետ եւ ինչ-ինչ հարցեր փորձել լուծել անուղակի ձևով իշխանությունը իրենց թիմակցին պայելու համար իշխանությունը կարող է գնալ ամեն կալի
իրանց տեխնացուին քաղաքապետ դարձնել եմ թեկուզ փոքրամասնության ուրեմն քաղաքապետ, ինչը տրամաբանական է, որտեղ եթե ասենք դիմացինը ինչ որ սկսում է ինտրիգային գործընթացի մեջ մտել, իջի չօգտվես ինտրիգներից։ Շատ նորմալ երևույթ է քաղաքական ուժը։ Բոլորն էլ կարող են։ Հա, կարող են տալ դա եւ դեռ չեն կարող ասելով գիտեք, իշխող քաղաքական ուժը ինչ որ հա ձայնագողության զբաղվեց եւ այլ բարի լինեք, այդ ձայնագողության առիթը չտակ, պետք չի մեղադրել իշխանության, եթե այդպես քայլի ուրեմն գնա։ Ինչ վերաբերում է անդիմության ինչ է տալիս, անդիմության տալիս են, որ քաղաքական դաշտը հստակեցվում է եւ ապագա հաջորդ տարվա ընտրություններին ցույց են տալու հանրապետության կուսակցություն եւ նրա ղեկավարին, հանրապետական կուսակցությանը եւ նրա ղեկավարին եւ տվյալ գործիչին ցույց են տալու, որ ասել են ասեն գործիչներն են, որոնք աջակցեցին Գյումրիում գործող քաղաքական ուժին եւ վարչապետին, այ իրենց ուժը պահպանելու համար, այսինքն նույնականացնելու են ցույց են տալու նրանց միջով գործունի դաշինք։ Կարող ենք ասել, որ դաշտը բարձեցվում է։ Հստակեցվում է, հստակեցվում է։ Ինչ կլինի ես Եթե այսպես զարգացում գնա, որտեղ տեխնացուներից մեկը, խմբակցության անդամներից մեկն էլ, հա, հանրապետական կուսակցության նշել էր, որ մի երկու օր առաջ արդեն, հա, կնշի միջավորով ավարտը, ոնց որ թե 7 օր անցավ, հաջորդ օր անցավ, ոնց որ թե հստակություն չմտածվեց։ Հիմա կարելի է մոտենել падգամավորին, ասել, բա այս դու չէ, որ ասում ես, որ օրվա ավարտին դիրքորոշումը կհստակեցվի եւ բոլոր նրանք, ովքեր քննադատում են Մարտուն Գրիգորյանին, կամաչեն եւ այլ, մոտեցեք եւ ասեք, հիմա ով ամաչում ենք, թե դուք։ Իսկ հնարավոր համարում եք, որ Մարտուն Գրիգորյանը իր ձայները կտա ԿՊ-ին կամ քաղաքապետ կդառնա ԿՊ-ի ձայներով։ Գիտեք, նախ այդ իր ձայները չեն, դա դաշինքի ձայներն են, այսինքն ինքը չի տալու ձայները, ձայները տալու են համատեղ ինքը, հանրապետություն կուսակցության ղեկավարը եւ հանրապետականի ղեկավարը եւ հայրենիք կուսակցության ղեկավարը, այսինքն այդ երեքն է միասին, եթե որոշում են, այդ երեքը միասին որոշում են։ Եթե այդ երեքը միասին որոշեն, որ պաշտպանում են վարչապետի տեխնացու, հա, ԿՊ-ի տեխնացու ուրեմն Սարիկ Մինասյանն, դե հիմա ինչ դա է հստակեցում, արդեն հստակ երևա ում դաշնակիցն է եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է Մարտին Գրիգորյանին քաղաքապետ ընտրելու հարցում ԿՊ-ի ձայների շնորհիվ մեկ պայմանով կարող է դա տեղի ունենա, եթե փոխքաղաքապետ ընտրվի Սարիկ Մինասյանը, Մարտին Գրիգորյանը քաղաքապետ, քաղաքապետի տեղակալ ընտրվում Սարիկ Մինասյանը, մի 2-3 ամիս հետո Մարտին Գրիգորյանին ձերբակալում է եւ քաղաքապետը դառնում բան այդ ուրեմն Սարիկ Մինասյանը։ ԺՊ-ն ընդհանուր տեղակալի կարգավիճակով, ինչ որ անոր ձևով, օրենքներ փոխելով յալուն դառնում է քաղաքապետ։ Այսինքն այսպես թե այնպես այդ քաղաքական գործիչ օգտագործվելու է ԿՊ-ի կողմից։ Եթե որևէ մեկին թվում է, որ վարչապետը այնքան միամիտ է եւ պետք է թույլ տա, որ այդ վարչական ռեսուրսը ԿՊ-ից բացի, հա, ԿՊ-ին օգտագործեն այլ քաղաքական ուժեր, չարաչար սխալվում է։ Վարչապետը դա թույլ չի տալու ոչ մեկին։ Կամ հաղթում եք վարչապետին, կամ վարչապետի կանոններով եք խաղում, ուրիշ բան չկա։ Այդ նույն համատեքստում իշխանությունը միշտ ասում էր մենք չենք կարճելու, եթե ժողովուրդն ուզում է, մենք կգնանք։ Բայց ամեն ինչ անում է, բոլոր համայնքային այդ թիմ ընտրություններում ամեն ինչ անում է, որ մնա։ Ընտրությունների արդյունքները ինչ են ցույց տալիս։ Ի վերջո ժողովուրդը ուզում է, որ նրանք գնան, թե չէ։ Իհարկե, բայց փառակյալ ընտրությունն ինչ տեղ ունեցավ, ջախջախի չհաղթանակ, 55-40 կանի տանդեղ տոկոս էր։ Ացա բաց այդ հաղթանակ էր, նույնը տեղի ունեցավ Վանաձորում, նույնը տեղի ունեցավ այլ հա Շունյաց քաղաքներում, նույնը տեղի ունեցավ բազմաթիվ այլ բնակավայրերում, հա այնտեղ Ալավերդին է, թե որտեղ էր որ հետո իրանք փոփոխություն կատարեցին ձայների տարանունը Գյումրիում տեղի ունեցավ, կան քաղաքներ, որոնք այստեղ ուղղակի մի խնդիր կա ընտրական գործն, հա, Սիսիանում են որոշակի համայնքում ուրեմն որոշակի այդպես գործընթացներ տեղի ունեցան, ուղղակի կախված նրանից, թե քաղաքական ուժերը ընտրություն են ասում քաղաքական ուժերը ինչ ակտիվություն են դրսևորում տվյալ համայնքում, լրատվական դաշտը ինչ ակտիվությամբ է այդտեղ աշխատում եւ այլն, այդտեղից կախված է արդեն հաղթանակի կամ պարտության խնդիրը։ Ինչ վերաբերում վարչապետի հայտարարությանը, բոլորը երևի լավ են հիշում, չէ՞, Արցախը, Հայաստանը եւ վերջ եւ հիմա Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ վերջ։ Դրա համար ասել, որ իրանք այսպես են ասում, այնպես են ասում, դա ուղղակի քննարկմալի մաս չունի։ Պարոն Բադալյան, որքանով Գյումրու ընտրությունները կարող են երկրում ավելի լայն քաղաքական տրամաբանությունների ինդիկատոր ծառայել։ Չէ, չեն կարող, որովհետեւ չեն կարող դեպի մարզի չկա, ուղղակի որոշակի հստակեցում կլինի, որից հետո արդեն հա պատրաստվելու են այս պայդրությամբ, ոնց որ թե իշխանությունը չեն ասա, որ արտահայտ ընտրություն է լինելու, ընդունում ենք, որ ուրեմն
հերթական ընտրություններ կլինի, պատրաստվում են հերթական ընտրությունները, բայց ավելի որակով։ Ավելի որակով պետք է մոտենալ, որովհետև ասեմ նոր տեխնոլոգիաներ կան եւ այլն, եւ պետք է ռազմավարությունը եւ մարտավարությունը համապատասխանեցնեն այս թվականներին, ոչ թե մնան, ասենք 90-ական կամ 2000-ական թվականների մակարդակին։ ԿՊԱ-կան պատգամավորը Գյումրու փողոցներում այդ նույն օրերին ասում էր մենք 26-ին իշխանությունը կկորցնենք։ Որքանով է դա հավանական եւ արդյոք սա նշանակում է, որ թիմի ներսում առնվազն այդ միտքը գեներացվում է։ Ես չգիտեմ ինձ թիմի ներսում ինչ միտք է գեներացնում, դա հիմա տաղա քիչ խմել էր, մի քիչ բան ասած էլի հիմա, այդքան լուրջ պետք է ընդունել, բայց ամեն դեպքում իհարկե Ո՞ց է ագավոր կպաֆրեյ դու ռուսերեն ասած։ Իսկ ինչ է կարծում, գիտեք, իշխանությունը հանձնելու գործընթաց եթե այդպիսի նպատակ կա, հաստատ դա խմբակցությունում չեն քննարկում։ Վարչապետը հաստատ դա ոչ մեկը չի քննարկել անգամ իր մերձավորին հետ, որովհետև մի քիչ լուրջ չէ, եթե վարչապետը կանի վարչանանթի մասի գիտեք ինչ կամ ոչ անդամին, անգամ իր մոտիկ մարդկանց, որ գիտեք մյուս տարի իշխանությունը հանձնել են։ Դրա մասին շատ կարող են իմանալ վարչապետը, վարչապետի կինը եւ այն երրորդ անձը, որը ուրեմն ում պետք է հանձնվի իշխանությունը, քաղաքական թիմի ղեկավարը եւ բնականաբար այն ուրեմն քաղաքական աշխարհական կենտրոնի ներկայացուցիչը, ով այդ գործընթացը իրականացնելու է։ Այսինքն մտնու դա դրսում է, բայց առնվազն 3 հոգի մաքսիմում Հայաստան դրա մասին կարող են իմանալ, ուղղակի տաղայր մի քիչ մի ոնց որ ասում են, հա մի բաժակ ավել է խմել, հիմա սարքել դա հայկական մեծ խնդիր, գիտեք, արձակվել է տեղի վրա, գիտեք, ինչ չեմ կարծում թե Հայաստանը ամենա լուրջ խնդրեմը տվյալ падգամավորի ամենաբանը տել է մի բաժակ ավել խմելն էր, հիմա շատ են խմում։ Չէ, խոսքը խմելու մասին չէ, խոսքը իր հայտարարության մասին։ Դե հիմա տաղայր հայտարարել էր, հիմա մյուս տարի հանձնելու ենք ինչ ենք անում, կարող է մտածվել ինքը չի ուզում падգամավոր դառնա, արդեն մյուս տարի ուշ ծրագրեր անձնական ունի, հասարակական, քաղաքական կամ չգիտեմ ինչ որ այլ ոլորտում ինքը մի տարվա համար ինչի մանդատ հանձնի եւ այլն, ուղղակի որոշակի հետաքրքիր մի պակար իր հրաժարական տալու հայտարարության մեջ այնտեղ բավականին ուրեմն փոփոխություններ չեն, փոփոխությունը բաց են դեռ մի տեքստ էր գրել, որ առաջադրվել է վարչության անդամ, որովհետև ԿՊ-ին բավականին ուրեմն հիվանդ մաս կա, որ պետք է բուժվի, ուղղակի դա իրեն չի հաջողվի, մի անգամ ասենք, որովհետև ԿՊ-ի ամենահիվանդացվածը դա կուսակցության ղեկավարն է, եւ քանի դեռ կուսակցության ղեկավարը չի լքել կուսակցության եւ վարչապետի պաշտոնը, դու չես կարող ԿՊ-ն բարեփոխումների եւ լուրջ արմատական ռեբրենդինգի վերամիջավորման ենթարկել, դա ուղղակի անհնար է։ Իսկ քանի դեռ վարչապետը ղեկավարում է կուսակցությունը, դու չես կարող դա վերամիջավորես, ուղղակի անհնար է։ Եթե նա գնաց, հələ հարցը գնալուց հետո եթե դու անգամ վերամիջավորեցիր, դու այլևս իշխանություն չես լինելու, բայց վերամիջավորից հետո խիստ կասկածելի է, որ ԿՊ-ն կարող է ինչ-որ ուղղակի հաջողություն ունենալ, սա զուտ տեսականորեն կարող է փիլիսոփայական ինչ-որ տենց հաջողության գոնե 1% անել, որտեղ ինքը վերջո Արցախը Ադրբեջանին հանձնած քաղաքական ուժ է, այնտեղ մարդիկ դա լիդերային կուսակցություն են գծված, որովի վարկանիշը կախված է կուսակցության ղեկավարի, ուրեմն անձնական վարկանիշից եւ առանց կուսակցության ղեկավարի նա ոչինչ է, ասենք նա ասենք ինչ-որ գաղափարական ուժ չէ, ինչպես ասենք դաշնակցությունը, որ անկախ թե ով է ղեկավարը, ԳՄ-ի կամ բյուրոյի ղեկավարը, ունի որոշ ծրագրեր, որով առաջնորդվում է, ինքը ծրագրային այդպիսի կուսակցություն չի, ինքը լիդերային է, ինչպես Հայաստանում բազմաթիվ այլ կուսակցություններ, ասենք հա Բարգավաճը կլինի կամ մեկ այլ կուսակցություն կլինի եւ այլն, եւ բնականաբար երբ որ լիդերին հանես, փոխես ամբողջ ներքին էությունը, խիստ կասկածելի է, որ ԿՊ-ն ընդհանրապես ապագա կունենա, լավագույն օրինակը նայեք ՕԵԿ-ը ժամանակին տեղեր է զբաղեցնում, ինչ որ հա ազգային ժողովում տոկոսայնություն էր, բայց երբ որ հեռացավ նրա ղեկավարը, փորձեցին ՕԵԿ-ին վերափոխել, վերամիջավորել, բայց այսօր ՕԵԿ-ը մահացած քաղաքական ուժ է, այնպես որ տվյալ падգամավորին չի հաջողվելու այդ կուսակցությունը բուժել հիվանդությունից։ Որպես քաղտեխնոլոգ, տեսանելի ապագայում Հայաստանում ակնկալում եք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչ քաղաքական ազդակներ կան դրան նպաստող։ Դրան նպաստող ոչ մի ազդակ էս պայծրությամբ չկա, անգամ ավելին չենք էլ տեսնում այդ ազդակները կլին, որտեղ ժամանակին ասում են, որ հա, գիտեք, եթե Ադրբեջանը ստորագրի այս խաղաղության պայմանագիրը, վարչապետը անմիջապես կգնա արտահայտ ընտրությունների մի բան կա,
Հստակ է տեսնում ենք, այսօր վարչապետը չունի արտաքին քաղաքական աջակցություն։ Միացյալ Նահանգները այլևս չի աջակցում Հայաստանի այս իշխանությունը եւ ընդհանրապես տարածաշրջան հետաքրքրությունների համար այլևս չի ներկայացնում, որ ապացույցները բազմաթիվ են, նաև Եվրամիությունը զբաղված է Ուկրաինայի ուրեմն հարցով, որ Ուկրաինա հակամարտությունից չի կարողանում դուրս գալ եւ բավական մեծ ֆինանսական ներդրում է դրել, բացի դրանից տեսակ 3 սկսվեց մաքսային մեծ պատերազմը Ամերիկա ազատության օրը, այսպես կոչված, ինչպես Տրամպ ասում է, հիմա Եվրամիության երկրորդ ճակատն բացի մի ճակատը Ուկրաինայում Ռուսաստանի դեմ է, երկրորդ ճակատը դա Միացյալ Նահանգների դեմ է եւ հաստատ ինքը այս պայդրությամբ հարավային Կովկասով ու Հայաստանով զբաղվելու ուրեմն ցանկություն չունեն, այսինքն վարչապետը կոմոպես գործիչ չունի այլևս արտաքին քաղաքական աջակցություն։ Գյումրիում եւ Փարաքարմը ցույց տվեցին, որ ինքը կարողանում է ուժերը կենտրոնացնել մի կենտրոն, դա էլի դեպընտրությունների եզրակացություն մեկները անել, որ ինքը ամբողջովին մնացել էր Գյումրիում էր կենտրոնացել, Փարաքյալը աչքից դուրս եկել կամ Փարաքյալի համար պատասխանատուները սխալ էին զեկուցել, իդեպ սա էլ է նշանակում, եթե սխալ է զեկուցում քո ղեկավարին, սա վերաբերում է ԿՊ-ին եւ այդտեղ բոլոր քաղաքական ուժերին, եթե դու այդ ոլորտում թերացել ես, իսկ այդ ԿՊ-ի ընտրական գործընթացի պատասխանատուները Փարաքյալում թերացել են, նրանք բոլորը պետք է հեռանան, որտեղ երբ որ դու մնում ես, դու սովորում ես պարտությանը ու դու արդեն միշտ պարտություն ես բերելու, շատ լավ իմանալով, որ դրա համար դու չես պատժվելու։ Առնվազն պետք է հեռանաս, որ մյուսը իմանա, եթե հաջողություն չբերես, դու ուրեմն ինքն էլ է հեռանալու։ Սա ընդհանուր երևույթ պետք է լինի։ Բայց ասել, որ արտահերթ ընտրությունների դեպքում չէր պետք է խաղաղության պայմանագիր ցույց է տալիս, դու ունենում ես արտաքին աջակցությունը, դու խորհրդանում արևմտամետերի հետ ձևավորում ես դաշինք։ Հասկանալի է, ԿՊ-ն մեծամասնություն չէր ունենալու, բայց մոտավորապես Երևանյան տարբերակն է լինելու։ Այսօր այդ գործոններից արևմտյան աջակցությունը չկա, արևմտամետ դաշինքը խիստ կասկածելի է, որ խորհրդարան կանցնի, դու էլ մեծամասնություն չունես ԿՊ-ին եւ Գյումրին ցույց տվեց, դու 1/3 ես ունենալու։ Այդ դեպքում իսկ խաղաղության պայմանագիրն էլ արդեն չի աշխատում, որովհետեւ Գյումրիում Փարաքյալը մերժեց քո խաղաղությունը, որտեղ այդ ընտրություններն այլ էր քո իրական Հայաստանը, քո Արցախի մերժելը, քո խաղաղության մերժելը, ասենց խաչ կաչ է։ Այսինքն անգամ քո խաղաղության պայմանագիրը այսօր արդեն քո համար գործոն չի։ Այսինքն եթե դու ոչ մի գործոն չունես, իօգուտ քեզ գնաց արտահայտ ընտրությունների, որ ինչ անես, որ դառնաս անդիմություն, եւ գիտես, որ անդիմություն դառնաս, երկրորդ օր քեզ կալանավորելու են Արցախի համար, դու պետք է Հայաստանից փախչես։ Այսինքն գնաս ընտրությունների, որ հետո փախչես Հայաստանից, իմաստը մի քիչ անհասկանալի է։ Իսկ ժողովրդի ճնշման ոչ։ Չէ, ժողովրդի մենք տեսնում ենք, որ ժողովրդի ճնշման միակ այսպես ասած օրը դա եւ հնարավորությունը դա ընդհանրապես ընտրությունների օր քվեարկության օրը գնալ եւ քվեարկել ավել բան ժողովուրդը չի կարողանում անել։ Սա է ժողովրդի պոտենցիալը այս պահի դրությամբ։ Իհարկե մի հատ էլ կարևոր հանգամանք ուզեի անպայման ասել, դա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, մասնավորապես առայն, որ ի տարբերություն ի վերջո Գյումրի Փարաքյալի, սրանք համայնքային ընտրություններ են, ի վերջո քաղաքապետ կընտրվի հիմա, կոպիտ ասած, եթե անգամ Սարիկ Մինասյանը մանա ինչ-որ մի ձևի Փարաքյալը մեզ ընտրվեց, իրանք չեն որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իսկ ազգային ժողովը ընտրությունների արդյունքում ձևավորում է կառավարություն, որը որոշում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Եվրամիություն թե ԵԱՏՄ, մնում ենք հապկում դուրս են գալի, Արցախի հարցը ինչ նորից բարձրանում է, վերաբացվում է, թե ինչ-որ ժամանակավոր էլի փակված է մնում, իսկ ազգային ժողովի ընտրություններն ամենահավանականությամբ արտաքին քաղաքական միջամտություն լինելու է, որովհետև մենք տեսնում ենք Եվրամիության տարածքում միջամտություն, Ռումինիայում թույլ չտվեցին Ջորջեսկոին, նախագահական երկրորդ փուլում մասնակցի ընտրությունների Մոլդովայում ձերբակալեցին Գուցուլին, որը հակագլոբալիստ է, Ֆրանսիայում Մարի Լիպենին արգելեցին ընտրություններին, միաժամանակ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ազդեցությունը Աբխազիայի նախագահական ընտրություններին, այսինքն այս տարածաշրջանի վրա լինելու է ամենահավանականությամբ արտաքին քաղաքական ազդեցություն։ Հիմա որինը ուժեղ կլինի, տեսանելի կամ անտեսանելի, որինը կլինի ուժեղ, որինը թույլ, չեն կարող ասել, բայց ազդեցություն կլինի եւ սա պետք է նույնպես հաշվի առնենք, այսինքն եթե դու արտահերթ ընտրություններ ես գնում, հասկանալի է դու ռուսական կողմնաջակցություն չունես, չես ունել, արևմտյանել չունես, բայց մյուս կողմը կարող է ունենալ, թե որն է մյուս կողմը դնենք մի կողմ, բայց կարող է ունենալ, այսինքն բավական մի քիչ բարդ գործընթաց է լինելու։ Այս իրավիճակում գնալ արտահերթ ընտրությունների ուղղակի նշանակում է գնալ պարտության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Խնդրեմ։